Բարև ձեզ սիրելի բարեկամներ, քննարկում կլոր սեղան հաղորդաշարն է մեր եթերում, ներկայացնեմ այսօրվա մեր հյուրերին, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյան, Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյան և տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Կասպարյան։ Ողջունում եմ պարոնայք, մի փոքր պիտի շեղվենք մեր նախապես պլանավորած սցենարից, որովհետև մենք պլանավորել էինք այսօր խոսել Հայաստանի զարգացման տեսլականների մասին, հնարավորությունների մասին, փոփոխությունների մասին, որոնք պետք է արվեն, որպեսզի այդ հնարավորությունները դառնան ավելի ռեալ, բայց այսօր առավոտյան մենք լուր ստացանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են Իրանի ռմբակոծությունը, Իրանը սկսել է պատասխանել, այսինքն այն պատերազմը, որից փորձում են խուսափել, կարծես թե սկսվել է։ Հիմա տարբեր նորություններ կան և կարծում եմ, որ մեր հյուրերը միասին կանդրադառնանք այդ պատերազմի մի քանի ասպեկտներին, տեղեկատվությունը այդքան շատ չի, բայց փորձենք դրա հիման վրա վերլուծել, հասկանալ արդյոք սա լինելու է ինչ-որ թեթև հարձակում, թե հնարավոր է զարգանա և ամբողջ տարածաշրջանը ընդգրկող կոնֆլիկտ դառնա։ Համեցեք։ Սկսենք ձեզնից, պարոն Խաչատրյան։ Գիտեք, այս պատերազմը փաստորեն չափից ավելի քննարկված երևույթ էր բոլոր լրատվամիջոցներում, հնարավոր բոլոր հարթակներում և ըստ էության ձևավորվել էր մի խոսույթ, համաձայն որի, այո, իսկապես ամերիկացիները կենտրոնացնելով աներևակայելի ծավալի ուժեր, հնարավորությունը չունեն ետ գնալու։ Ըստ էության առաջին այս հարվածների փոխանակությունը միտված է միայն մեկ բանի, ըստիս։ Իմ խորին համոզմամբ ամերիկյան կողմը փորձում է պարզել Իրանի պաշտպանական հնարավորությունները և նրա դինամիկան, ինչպիսի դինամիկա է կրելու, որպեսզի ինքը դա հաշվի առնի հետագա հարվածների համար։ Հիմնական հարվածը հասցվելու է օդուժի միջոցով, որովհետև կենտրոնացված է շատ մեծ քանակի ռազմական ինքնաթիռներ, հատկապես F-35-երը, որովհետև այս մի քանի օր առաջ էլ միացավ այդ ամենին անգլիական օդային էսկադրան, պայմանական ասած, որը էլի եկավ այդտեղ և ըստ էության դարձրեց նահանջելու հնարավորությունը փակված։ Նաև չմոռանամ հիշեցնել ևս մեկ անգամ, որ Իսրայելի նավերը կանգնած էին ամերիկյան նավերից հետ Պարսից ծոցում, որպեսզի հանկարծ ամերիկյան նավերը ետ չգնան, այսինքն Իսրայելը համարում է, որ իր օրհասական խնդիրն է լուծվելու այստեղ, լուծվելու է կամ չի լուծվելու է կտեսնենք, բայց այն, որ մեծ տրանսֆորմացիայի շեմին ենք կանգնած, եթե շարունակվեց պատերազմը, որտեղ ես նորից եմ կրկնում, սա դեռևս համարում եմ նախերգանք, որից հետո, եթե պարզվեց, որ իրանական հնարավորությունները անհաղթահարելի պատնեշ կարող են դառնալ ամերիկյան զինուժի համար, ապա ելքը պետք է գտնել միայն ու միայն կասեցնելով գործողությունները և գտնելով պայման, գտնելով պատճառ, թե ինչու է անհրաժեշտ կասեցնել և որ կարգով պետք է հաղորդվի աշխարհին, որ Ամերիկան տարավ Թրամփի օրոք հերթական հաղթանակը, որովհետև այլ տարբերակ, ասենք, Թրամփը չի թողել, եթե սկսում է պատերազմ։ Չմոռանանք նշել, որ ամբողջ աշխարհը համարում է, որ Թրամփի վրա ճնշող ազդեցություն է գործել հրեական լոբին Ամերիկայում։ Ես այդ կարծիքին այդքան էլ չեմ, այսինքն հա, իհարկե շատ մեծ ուժ է, մեծ ճնշում է գործադրել, բայց եթե նրան չմիանար օրինակ անգլիական լոբին, ես համարում եմ, որ շատ բան հնարավոր կլներ վերախաղարկել, սակայն հիմա երբ որ կրկնական այդպիսի ճնշում է գործադրվում, դժվար եմ պատկերացնում, թե ինչ կարող էր անել, ասենք, նույն ամերիկյան ներկայիս պրեզիդենտը, բացի այն, որ ինքը գնա, գոնե փորձի, մինչև վերջ ցույց տալ, որ ինքը
այն ամենին, ինչը որպես ճնշում գործադրվում է, ինքը տեղի տվեց այնքանով, որքանով Ամերիկայի կենսական շահերը դեռևս չեն շոշափվում։ Միակ ելքը դա են պատկերացնում, բայց ամեն դեպքում մենք կհետևենք իրավիճակին եւ շատ պարզ պատկերացնում ենք առավել եւս, երբ որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր ավելի մանրամասն տեղյակ են հենց ներկա ընթացող ռազմական իրավիճակից եւ գործողություններից, որը մեզ հնարավորություն կտա, ասենք նաեւ կիրառել անալիտիկա ընթացքում, այսինքն վերլուծել ընթացքում հնարավոր ընթացքները եւ հասկանալ, թե իսկ ուր է տանում այդ ամենը հատկապես նաեւ մեր համար, որովհետեւ մեզ հետաքրքրում է հիմնականում Հայաստանը։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, պարոն Սարգսյան, հաջորդը ձեզ եմ ուզում ուղղել հարցը։ Թվում էր, թե երեկվա Տրամպի հայտարարությամբ այդ բանակցությունները առաջ են գնում, ինչպես պնդում էր ինքը Տրամպը։ Դրանից մի քանի օր առաջ Տրամպը ասում էր, որ 1 ամիս ժամանակ է հատկացված։ Ուրեմն թվում էր, թե պատերազմը հնարավոր էր, ուրեմն խուսափել այդ պատերազմից, բայց հանկարծ ուրեմն այդ հարվածի մասին լուրը ստացանք։ Ես գիտեմ, որ դուք ավելի շատ տեղեկատվություն ունեք, որովհետև տարածաշրջանում բավականին մեծ կապեր ունեք, նաև տնտեսական կապեր ունեք, ինչպիսի տեղեկություն կարող եք փոխանցել մեր հեռուստադիտողներին։ Ուրեմն անձնական շնորհակալություն հրավերի համար, անձնական կարծիքը ասեմ, իհարկե պատերազմը հնարավոր էր կանխել, բայց երևի այս Էփշտեյնի սկանդալը չէր հաջողվում փոխարինել, պետք է նոր օրակարգ, որպեսզի այն հինը դուրս գա, այսինքն ինձ թվում է աշխարհի այդ վաշխառուները կանգնած են մի հարցի առաջ, որ կամ պիտի հավաքվեին միտեղ փախնեին, փախնելու տեղ էլ չկար, այսինքն ինչքան է փորձեցին այդ Էփշտեյնը կառավարեն, չէր կարող, արդեն դուրս էր գալիս, ինչքան այդ մեդիաները իրանցնա, հիմա նոր օրակարգ է պետք, որը որ դուրս է նետելու, ճնշելու է այդ հին օրակարգը, իհարկե ամենահարմարը սա էր, կանգնած էր մի օրակարգ, արդեն շաբաթից ավել է Իրաք, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, սահմանային պատերազմի առաջ էր կանգնած աշխարհը, բայց երևի հաշվարկեցին, դժվար է էլի այդ գերպետություններին հաշվարկել ու անշնորհակալ գործ է, թե նրանք ինչ են, ասենք, խոսում, ես մասնակցել եմ, էլի եմ ասում, մի քանի գագաթնաժողովների, որ Սուդանի հարց պետք է քննարկվեր, ամեն ինչ քննարկվում էր, բացի Սուդանի հարցից, ասում եմ, սիրուհիներ, ուտելիք, բացի Սուդանի հարցից, ու իրոք եթե ժողովուրդը իմանա ինչ են քննարկում, զենք չեն վերցնի ձեռքները։ Հիմա իմ անձնական կարծիքը, որպեսզի ճնշվի ամբողջովին դուրս շպրտվի այն օրակարգը, պետք է մի հզոր նոր օրակարգ, այստեղ արդարության հարց չկա, թե միջուկային ծրագիրը պետք է կանգնացնեն, քանի որ Իրանը Իսրայելին չի ճանաչում, Պակիստանը Իսրայելին չի ճանաչում, միջուկային երկիր է, Պակիստանի վրա չեն հարձակվում, ինչքան էլ միջուկային երկիր է, հարձակվեց իրանց ասելով այդ բասմաչական Աֆղանստանի վրա եւ դիրքեր կորցրեց եւ հող կորցրեց, այս 3 օր առաջվա, այսինքն եթե խոսքը գնում է Իսրայելին չճանաչել միջուկային երկիր, թող Պակիստանի վրա էլ հարձակվեն, այսինքն այս որ մենք անցած անգամ նշեցինք այս միջուկային անվտանգությունը, ՄԱԳԱՏԷ-ն լրիվ իր իմաստը կորցրել է, Հայաստանը կարող լիներ այդ տարածաշրջանային միջուկային ինչ-որ կամուրջ նոր անվտանգության միջուկային համակարգ ստեղծող կարող լիներ։ Հիմա կարևորը մենք ստեղ օգտվենք, եթե Ադրբեջանին է խփեն, մենք կարողանանք դրանից օգտվենք մեր տարածքային ամբողջականությունները չնայած ծիծաղալու է իհարկե, այսօրվա իշխանությունները այդպես բան չեն անի, հարվածել են ամբողջ ամերիկյան դեռ խոշոր բազաներին չեն խփել, Քուվեյթից զանգեցին, այդ Ալ-Սալամ գյուղն են ամերիկական վերացրել, զոհերից դեռ չի հայտնվում, նախորդ զգուշացրել էին, թե չէ, չգիտենք, այնտեղ ամերիկյան զինվորականների ընտանիքներն էին, հա՞ դա։ Ալ-Սալամը
այնտեղ կոչվում է defense contractor, որը որ իբր քաղաքացիական անձինք են, որը որ համագործակցում են զինվորական բազայի եւ մի մասն էլ, երբ որ Chevron-ը, քանի որ Chevron-ը կղզու պես հող էր Սաուդյան Արաբիայի, որը գտնվում էր Քուվեյթի մեջ, բայց պատկանում էր Սաուդյան Արաբիային եւ Chevron-ի ժողովրդին հանեցին արդեն 4 տարի է, նույն այդ նավթի աշխատողները Chevron-ի բնակում էին այնտեղ, շատ խոշոր գետնի տակի կոմունիկացիաներ եւ ապաստարաններ կա, եթե նախորդ զգուշացրել են երևի դեռ զոհերի մասին չկա տեղեկություն, հա։ Իմ անձնական կարծիքը ես ասացի, նոր օրակարգ ստեղծել, խախտվել է միջազգային իրավունքը, խախտվել է Ամերիկայի օրենքները, այսինքն առանց կոնգրեսի թույլատրության պատերազմը հայտարարվել առանց ուղղակի կապ, ուղղակի վտանգ լինելով Ամերիկային, հիմա թե դիակներ գնան Ամերիկա Տրամպը լուրջ հարցեր ունենալու, այն որ հիմա կոնգրեսը արձագանքի, աշխարհը չարձագանքի, դա կհաստատի այդ իմ կասկածները, որ այդ լրիվ կապնված իրար հետ Էփշտեյնի այդ վերխուժկեն ղեկավարությունը եկել է համաձայնության, որ մի բան սկսեք, ճնշենք այն հին օրակարգը ընդհանրապես հանենք։ Դա իմ անձնական կարծիքը։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, պարոն Գասպարյան, դուք Երևանում եք, խնդրեմ այս հարցի շուրջը, եթե ասելիք ունեք, համեցեք, եթե ոչ, մենք շարունակենք հետո այլ հարցեր քննարկել։ Երևի շատ կարճ, նախ ներկայիս ժամանակաշրջանի ամենաահավոր ահազանգները 12-ն են, ինչպես առաքյալները, դրանցից ամենակարևորը այսօրվա դրությամբ մենք պրակտիկ տեսնում ենք, այսպես կոչվում է ոչ պայմանավորվածություն, այսինքն nie договороспособность, հայերեն ոնց է հնչում, եւ դա իրականում կա։ Բայց առանցքային հարցը գտնվում է հիմնականում որպես գերտերություն լինելու չլինելու հարցում։ Եթե պատմության մեջ նայենք Իսպանիայի հետ կապված, որպես գերտերություն չեմ խորանում, Հոլանդիայի հետ կապված, Անգլիայի հետ կապված, այսօր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների լինել չլինելու հարցը, գերտերություն լինելու ստիպում է նման գործողություններ իրականացնել։ Իհարկե, Էփշտեյնի այդ ամբողջ այլասերված համակարգը, որում ընդգրկված են կապույտ տարունով բոլորը ղեկավարները, միջազգային կառույցների ղեկավարները, դրանք մեծ լյուստրացիա են, որպեսզի աշխարհի նոր լույսը բացվի։ Բայց ինձ հետաքրքրում է հիմնականում Իրանում հայերի, մեր հայ փոքրամասնության, մեր հայերի հետագա հարցը եւ մեր մշակութային արժեքների հետագա լինել չլինելու հարցը, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունում հատուկ մոտեցում է եղել մեր հայերի եւ նրանց ժառանգության հետ կապված, եւ երկրորդը մենք գիտենք, որ դեռևս ստեղծվել էր նման համագործակցություն Սիրիա, Թուրքիա, Իրաք, Իրան, որտեղ ապրում են քրդերը, դեռևս Ասադի հոր կողմից, այդպես էլ կոչվում էր, հա, Յագուար էր նրա անունը, Մերձավոր Արևելքի հզոր, որպեսզի քրդերի հարցը այդ 4-5 պետությունները ճնշեին, այսօր արդեն նման հարց է բարձրացում, բայց այստեղ աղետալին նա է, որ ուրեմն քրդերի մեծ մասը Ջուլֆայի հակառակ կողմից, նախկին Խորհրդային Միության սահմանից, մինչև արդեն Մինգիչաուրի այդ քուրի ամբողջ գետի տարածքից ադրբեջանցիներ վերաբնակեցրել են հայկական սահմանի երկարությամբ, թե ինչ գործողություններ կառաջանան մեր հետ կապված, հայազգիների հետ կապված, գաղթականների հետ կապված, դրանք պրոբլեմներ են, թե Հայաստանի կառավարությունը նշում է, որ մոտեցումներ ունեն եւ պատրաստ են բոլոր տիպի իրավիճակներին, բայց մենք գիտենք սկսած այդ օղակ
օպերացիայից Շահումյանի շրջանից եւ վերջացած արցախցիների բռնի տեղահանումից մեր կառավարությունը, մեր իշխանությունը ոչ թե դժգոհում, բողոքում, մեր ժողովուրդը ընդունել է եւ մենք պետքա պատրաստ լինենք մեր հայրենակիցներին ընդունելու, տեղավորելու նրանց հարցերը, այդ թվում այստեղ կարող են նաեւ մտածված ձևով գալ իրանական քաղաքացիություն ունեցող նաեւ թուրքեր, ֆունդամենտալ իսլամի ծայրահեղ ներկայացուցիչներ, ադրբեջանցիներ, որոնց հետ կատարվող աշխատանքը պետք է շարունակվի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ մոտեցման առաջին այս մոտեցումների հետ կապված, առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր հաղորդումը։ Պարոն Խաչատրյան, դուք այս հարցի շուրջը բանն եք ասելու, խնդրեմ ձեր լրացումը, որովհետև փաստորեն բացատրվում է, որ որոշակի շրջանակներ, իշխող շրջանակներ, համաշխարհային
ստիպում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին պատերազմի ձևով փոխել այժմ քննարկվող օրակարգը։ Այո։ Նախ ցանկանայի նշել, որ ըստ էության Իսրայելը մեկ անգամ չի որ արել այդ հայտարարությունը բարձրագույն իր պաշտոնյաների բերանով, որ ավելի իսրայելամետ պրեզիդենտ այլևս մենք չենք ունենալու Ամերիկայում։ Այսինքն հիմա Թրամփի իշխանության տարիներին ինչին հասանք, դա էլ կլինի մեր վերին եզրը։ Դրանից այն կողմ մենք Ամերիկայում չենք ունենալու, ինչից ելնելով, ասենք, բոլորը պնդում են վերլուծաբաններից, լուրջ վերլուծաբաններից, որ տեղի է ունենում շատ բանով լատենտ, աներևույթ, բայց անցում դեպի Հնդկաստան։ Այսինքն Իսրայելը իր հնարավոր զարգացումները պատկերացնում է Հնդկաստանի հետ, Հնդկաստանի ռեսուրսի հիման վրա, եւ ինչը նաեւ տրանսֆորմացվում է ամերիկյան իրավիճակի վրա։ Բայց այս տեսակետից նշենք, որ նույն Էփշտեյնի գործը իր մեջ կրում է խորը ճնշում եւ պարտադրանք ներկայիս Ամերիկայի նախագահի համար։ Հատկապես ելնելով այն բանից, որ սրանից ընդամենը մի 10-12 օր առաջ ուղղակի հայտարարություն արվեց Կանադայի ներկայիս քաղաքացի հանդիսացող մի Իսրայելի հատուկ ծառայությունների բարձր պաշտոնյայի, որը թոշակի է անցել, որ իմ ձեռքում է գտնվում ֆայլերը, որոնք վերաբերում են ուղղակի ներկայիս ամերիկյան պրեզիդենտին, որոնք այդ գործի մասն են կազմում եւ նրանք չեն շրջաբերվում եւ թող դա հաշվի առնեն, այսինքն հասկանանք դա անձնավորություն չի, որի ասած խոսքը կարելի է եւ կամահարական համարել, կամարանքով վերաբերվել եւ դա անձնավորություն է, որին բոլորը ըստ էության ճանաչում են եւ գիտեն, որ դա Մասադի ականավոր գործիչների թվին դասվող անձնավորություն է, որը հայտարարեց, որ այո, Կանադայից, իսկ Կանադան, ինչպես պատկերացնում ենք, դա այսպես կոչված մեծ բրիտանական, անգլիական թագի երկրների թվում է եւ այնտեղից նա պաշտպանված կարող է գործել անվիճելիորեն եւ նշենք, որ հա, դա չի կարող ենթադրել, որ Թրամփը կարող էր ուղղակի շրջանցել այդ խնդիրները, որտեղ շրջանցելու դեպքում բոլորս պետք է լավ հիշենք, էլի Իսրայելը անհողդողդ է այդ հարցերում։ Նա շատ դաժան է վարվում, կլինեն դրանք ռմբակոծությունները, կլինեն դրանք սպանությունները, որոնք կազմակերպվել, բոլորը խոսում են այն մասին, որ ինքը որևէ կերպ պատրաստ չի կասեցնել սեփական ցասումը եւ կիրառում է այն ամենը, ինչը հնարավոր է կիրառել տվյալ պահին։ Դուք պատերազմի բուն պատերազմի ցակաման պատճառը տեսնում եք Իսրայելում։ Բոլորս գիտենք, որ աշխարհում որևէ պետության շահերը 100%-ով կամ 90%-ով կամ կուզեկություն տոկոսով չի համընկնում այս պատերազմի հարցում Իրանին խփելուն։ Բացի Իսրայելից։ Միայն Իսրայելին է, որ 100%-անոց անընդհատ շարունակվում է, այս արդեն 26-27 տարի է, նույն Նեթանյախուն նույն բանը ասում է, որ Իրանը մի շաբաթից, մի ամսից կստանա ատոմային ռումբը, այդ ատոմային ռումբ դա ասվում է հələ 90-ական թվականներից։ Չենք էլ այդ ոչ մի կերպ չի փոխվում, հիմա էլ սաստկացվել է նրանով, որ Իրանը պետքա ոչ միայն ատոմային ծրագիրը վերացնի իր արտադրության եւ վերարտադրության հնարավորությունները պետքա ոչնչացվեն բոլորի աչքի առաջ։ Դրանից բացի պետքա հրթիռները ոչնչացվեն, որոնք հասնում են մինչև Իսրայելի եզերքը, սահմանները։ Պետքա դրանից դուրս նաեւ Իրանը հրաժարվի բոլոր այն ուժերից, որոնք իր դաշնակիցներն են, կլինի դա Համազը, կլինի Հեզբոլլան, թե որը կլինի, բոլորից պետքա հրաժարվի, զինաթափվի, այսինքն կանգնի պատի տակ, որ գնդակը հարվի։ Այսպես ասենք, դա կապիտուլյացիայի շրջանակ է արդեն սպասարկում, ոչ թե պայմանավորվածությունների շրջանակ է, այլ կապիտուլյացիայի շրջանակ է, պարզ խոսենք, էլի, եւ դա դարձնում է այս հնարավոր բախումը անխուսափելի, որովհետեւ մի կողմից անձնական, ասենք, ճնշման հնարավորություններ, դրան գումարած նաեւ այնպիսի պայմանների առաջ քաշում, որոնք ընդունել հնարավոր չի ուղղակի։ Այսինքն որևէ մեկը սառը դատողությամբ մտածելու դեպքում չի կարող
այդ պայմանները ընդունել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ոչինչ այդ ասածներից անհրաժեշտ չի, բացի դրանցից դուրս եկած գլխավոր խնդրից՝ Իրանում փոխել ռեժիմը։ Այսինքն հայտարարում է, որ դա մոլլաների ռեժիմ է, ճիշտ է խոսանք էլի, իրականում ինչքանով որ ես գիտեմ, կարդալով ու ճշգրիտ, ասենք, պատկերացումներ ունենալով վերնաշենքի մասին Իրանում, այնտեղ ճնշող մեծամասնությունը, բացարձակ ճնշող մեծամասնությունը հոգևորականություն չի։ Հոգևորականներ շատ քիչ կան այդտեղ, ամբողջ այդտեղի եղած բազմությունը հավատացյալ է, բան չենք ասում, դեպի հավատացյալ է, իսլամադավաններ են, բայց դրանից չի հետևում, որ այդ մարդիկ հոգևորականներ են եւ ցնդած հոգևորականներ են, ինչը ներկայացվում է, իսկ ինչու՞մ է այդ ցնդածությունը արտահայտվել, էլի։ Ոչ մեկը այդ պատասխանը չունի։ Ում վրա է հարձակվել Իրանը։ Ոչ մեկի վրա Իրանը չի հարձակվել։ Համենայն դեպս վերջին 300 տարում որևէ այդպիսի լուրջ որևէ արտաքին ագրեսիա այդ երկիրը չի իրականացրել։ Նույնիսկ սինագոգ ունեն եւ հրեական համայնք։ Ամենահին հրեական համայնքը գտնվում է Իրանում եւ ամենաբազմամարդը իսլամական երկրներում։ Հիմա այս ամենով հանդերձ այնուամենայնիվ դիտարկվում է, որ դա մոլագար մոլլաների համակարգը, այնտեղ մարդկանց ուղակի պատժում են փողոցներում գլխատելով էսով, այնով, հա այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Մեզ հետաքրքրում է մի բան։ Իրանի փլուզման դեպքում մեր իրավիճակը ինչպեսի, որտեղ փլուզման են տանելու։ Այսինքն արդեն հանձնարարված է յուրաքանչյուր կողմին, ուրեմն կողմերը 3-ն են։ Առաջինը բելուջիները հանձնարարված է, որ դուք ձեր սահմանադրությունը կազմեք, որովհետև դառնում եք առանձին պետություն։ Հանձնարարված է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քրդստանին, դուք եւս կազմեք, եւ ամենակարևորը հանձնարարված է նաեւ Ադրբեջանին, որ Թավրիզ կենտրոնով, Թավրիզ մայրաքաղաքով դուք էլ ձեր, այսպես կոչված, մեծ Ադրբեջան պետության սահմանադրությունը կազմեք։ Հիմա այս ամենով հանդերձ ոնց ենք պատկերացնում, որ Իրանը պետք է հանդուրժի այդ ամենը։ Իրանը դնենք մի կողմ, Չինաստանը ոնց պետք է հանդուրժի։ Բոլորս գիտենք, որ չինական համակարգը եւս արտաքին ագրեսիայի համակարգ չի։ Ոչ մեկի վրա էլ, ասենք, այնպիսի հարձակում չի գործել, որը հա մի ծայրահեղ մի բան ա եղել, գնաց է նվաճել են էս, ոչ։ Դա եւս համակարգը, որը աշխատում է նույնիսկ իր ազդեցությունը չհանել։ Նա ամբողջ պատմության ընթացքում ունեցել է ճանապարհային զարգացում։ Մեծ մետաքսի ճանապարհից սկսած իր սարքածն ա եղել։ Եվ հիմա Իրանով է ուզում ես թե չէ ուզում, անցնում այդ ճանապարհները։ Եթե Իրանը արանքից դուրս եկավ, այդ նշանակում է, որ Չինաստանը կորցրեց իր զարգացման հնարավորությունների մի հսկա ռեսուրս։ Եվ BRICS-ը որպես այդպեսին կարելի է գրել, որ արդեն կանգ առավ եւ հիմա հետընթաց է ապրելու, որովհետեւ Իրանը կորավ։ Իրանը գնաց ձեռքից։ Ինչի մարաբերվում շահի որդին, երբ որ ասում են շահի որդի։ Ես դեմ չեմ, էլի շահի որդին, լավ է, վատ է, հիմա շահի որդին է, կոչվում է էլի Ռզա Կյուրոս Փեհլևի, այդ Կյուրոսն է, այդ հոր որդին է, հասկացանք։ Այդ մարդը կարող է այդ խառնիճաղանջ, ջախջախման վիճակում պահել երկրի ամբողջականությունը, եթե որևէ կապ չունի այդ երկրի հետ։ Այսինքն, եթե բերեցիր, երկրում այդ մեր ասած մասերը տեղնուտեղը տարանջատվելու են։ Միևնույն օպերացիայի այլ դիմապատկերն է, բայց նույն բանն է, նույն բանի մասին ենք մենք խոսում։ Այս ամենը ես համարում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք եւ մեր երկիր մուտք չգործի այնպիսի քանակություն թուրքերի, ադրբեջանցիների եւ այլն, որը մեր համար դառնա ներքին հարված։ Հարվածային զանգված չի կարելի ունենալ։ Եվ սա ահազանգ որպես թող կախված լինի մեր իշխանության ականջներից, որ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև Ալիևը հայտարարել է, որ 500,000 տղամարդ պետք է գան Հայաստան։ Այդ ինչի ասում, որտեղ այդ մեծ Ադրբեջանից հնարավոր է 500,000-ը բերել ստեղ եւ վերջնականապես տարալուծել Հայաստանը եւ դարձնել բացարձակ վասալիցետային, որտեղ վերջին հաշվում կկայանա եւս մեկ ադրբեջանական պետություն։ Կլի 15 տարուց, 20 տարուց եւ 8000 տարվա մեր երթը աշխարհի պատմության հնագույն քաղաքակրթություններից մեկի երթը կընդհատվի, ինչից ելնելով մենք հայրենիքի խնդիր ենք լուծելու։ Մենք
մեր սերունդը, որ չթողնենք մյուս սերունդներին։ Հասկանալի է պարոն Խաչատրյան ձեր մոտեցումը, ես կուզենայի հարցը ուղղել մյուս երկու բանախոսներին, այնուամենայնիվ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Իրանի մասնատումը վտանգավոր չէ եւ կամ էլ անտարբեր է այդ հարցի նկատմամբ, եթե այդպիսի զարգացումներ լինեն։ Դա շարունակություն ասեմ պարոն Խաչատրյանին, որ Պարսկաստանում ամենահին ու ամենամեծ հրեական համայնքը կա, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի 46 թվականին, երբ որ Իսրայելը ստեղծվեց, հրեաներին ասեցին պետքա դուրս գաք։ Հրեաների մի մեծ խումբ չիզես դուրս գա, ասացին մենք իսլամ կպաշտենք, բայց մեր իսլամը Պակիստանից բերեցին Աղախանին եւ գրանցվեցին որպես Աջմի տրայբի մեջ, յամերն են դրանք կոչվում, հա, իմիջիայլոց ես որ տիրապետում եմ համարյա բոլոր արաբերեն դիալեկտներին, բացի այդ Մորոկոյի եւ Թունիսի, այդ յամերի լեզուն հատուկ եմ սովորել, այդ արաբները այդ յամերի, հա, Աջմի, ալ-Աջման, ցեղի միթամ իբր հետևորդներն են, նրանք Իսմայելի հետևորդներ են եւ յամերի երկու եղբայրներից մեկը դարավ հութիները։ Այսինքն նրանք արաբ են, կռվում են Իսրայելի դեմ, ոչ, նրանք հենց արյունով հրեաները, որ մնացին, չգնացին Սաուդյան Արաբիայից, երբ որ Իսրայելը ստեղծվեց։ Այսինքն այդ հութիները, որ Սաուդիայի դեմ են կռվում, այդ յամերը, որ Սաուդիայի մեջ են, իրականում նրանք արյունով հրեաներ են եւ ընդհանրապես կապ չունեն իսլամի հետ, ինչքան էլ Իսմայելին համարվի շիայի գից, բայց նա ընդհանրապես ուրիշ փիլիսոփայություն է, ոնց որ դրուզներին է։ Հիմա հարցը արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռ է տալիս, անձնական կարծիքս այսօր ոչ, բայց այդ քողարկված Իսրայելը ստեղծվելու է Պաղեստինից մինչև Պարսկաստան, հա, Սիրիայով, Իրաքով, Քրդստանի տակ իբր, բայց քողարկված Իսրայելը ստեղծվելու է։ Այսօր Իսրայելին կամ Ամերիկային ձեռատալիս նրանց մասնատումը ես կասեի ոչ, քանի որ Ամերիկան իր հարցերն է լուծում, Իսրայելը Իրաքը էլ չկա, որպեսզի սպառնալիք լինի եւ զենք ծախի տարածաշրջանում, առաջ ասում էր Սադամը կհարձակվի, ինքը ռուսական MiG-27-ն առե, դուք էլ իմ F-16-ը պիտի առնեք։ Հիմա նույնը այդ գործոնը Իրանն է։ Եվ էլի եմ ասում, չմոռանանք ով բերեց այսօրվա շահին, երբ որ ֆրանսիական ավիաուղիներով նրան բերում էին, որ հեղափոխությունը շահին չէ, կներեք, Խոմենիին, հա, երբ որ շահը ասեց ես կխփեմ այդ ինքնաթիռը, ամերիկացիք ասեցին եթե դուք խփես, մենք քեզ կվերացնենք։ Այսինքն ով բերեց, մավրը եկավ, մավրը իր գործը արեց, ես չեմ գտնում որ ինքը իր գործը արել է, եթե գործը արածը մեր իհարկե փոխարինելու են իրան։ Հիմա ինչ վերաբերում է շահի որդուն, ինքը այտենց լուրջ դեմք չի, բայց իր կինը, որ քաղցկեղը հաղթահարեց եւ իր աղջիկը, որ ամուսնացել է հրեայի հետ, հա, դա այդպես էլ լավ չի ընդունվում բանում, Պարսկաստանում, քանի որ իրենց դուստրը եւ իր կինը, այդ ուժեղ կինը, որ կա, նա համարվում է Իսրայելի գործակալ, իսկ աղջկա ամուսնությունը հրեա այդ միլիարդատեր ընտանիքին Պարսկաստանում շատ վատ է ընդունվել, գումարած դրան իրանք էլ ցեղի մեջ ունեն տարբերություն, մի մասը Անգլիայում է, մի մասը Ամերիկայում, այսինքն դե եղբայրն ինքնասպան եղավ։ Հա, այսինքն ասել, որ Ամերիկային անձնական կարծիքս այսօր ձեռնտու է, ես չեմ կարծում։ Այո, կան բազմաթիվ հարցեր են լուծում Չինաստանին պատժելու, քանի որ Չինաստանի էկոնոմիկան այսօր եթե նավթը հասնի 150-ից բարձր վտանգի տակ է, 200-ի հասնի, նա որոշ ժամանակ մեծ դժվարությունների տակ է անգնելու, միջև ձևափոխվի, ձևավորվի, մի քանի ամիս Չինաստանին չոքացնելու են։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, պարոն Գասպարյան։ Ես կուզենայի ավելի շատ մենք դիտարկենք այդ իրավիճակը
Հայաստանի տեսանկյունից չնայած վերջին շրջանում ակնհայտ է, որ միջազգային այսպես օրենքները իրենց տեղը զիջել են տարբեր տեսակի բռնություններին, բայց այնուամենայնիվ արդյոք այս հարցը կմնա անվտանգության խորհրդի ուրեմն քննարկումից դուրս, արդյոք Եվրոպան իր դիրքորոշումը չի հայտնի այս պատերազմի վերաբերյալ, արդյոք Ռուսաստանը կնայի, թե ինչպես է իր դաշնակցի վրա հարձակվել եւ կսահմանափակվի միայն, ասենք, հայտարարություններով եւ մտահոգություններով, ինչպես իրեն կպահի Չինաստանը։ Շնորհակալություն, հետաքրքիր հարց է։ Նախ ներկայիս կատարող իրադարձությունները, երբ սկսեցին այդ միտինգների ընթացքում ես կցանկանայի, ինչ վերաբերում է Հայաստանին, նշել, որ միտինգավորները, այսպես են ասում, բողոքականները քանդեցին, վառեցին երկու հայկական եկեղեցի։ Մենք դրա մասին չենք խոսում։ Այսինքն այն, որ Միացյալ Նահանգների կողմից խրախուսված, քաջալերված մասնակցում են պետականության կարգերի դեմ Իրանի տերիտորիալ ամբողջականության հարցերով, նրանք նույն դիրքն են գրավելու, ինչպիսին եղել է Իրաքում, ինչպիսին եղավ Սիրիայում։ Եվ մենք շատ մեծ հարցեր ունենք, հիմնականում հայերի, այնտեղ ապրող հայերի, մեր հայրենակիցների հետ կապված։ Իսկ ուզեի, թե այստեղ Վարդան Խաչատրյանն է նստած, հարգարժան, նշել, որ անդրադարձավ, որ դրանք մոլի իսլամ պաշտողներ չեն, որովհետև հիմնականում նրանց մոտ զրահապաշտությունն է, որը մեր աշխարհից է գնացել, այդ քարանջից տարած, այդ ռաշիֆրովկան, բացահայտումը աղավաղումներ արել են եւ նույնիսկ իրանական հեղափոխությունը Միացյալ Նահանգների կողմից, որ իրականացվեց, դա նրանք ցանկանում են նորից վերադառնալ զրահապաշտությանը։ Զրահապաշտա, ես ներողություն եմ խնդրում հայերեն այդ հնչեղության հետ կապված։ Լսողների համար։ Այո, այսօր մենք գիտենք, որ Ռուսաստանի, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունը իր բոլոր բարեկամներին միշտ էլ այս վերջին շրջանում հատկապես, նույնիսկ հիշում եք, որ մի 5 թե 7 տարի առաջ, երբ առաջի սանկցիաները մտցրեցին, միջադեպ առաջացավ եւ չապահովեցին վրտագոտներով, ուղեթիռներով, եւ դրա դիմաց Իրանի պետականությունը պահանջեց, այդ թվում նաեւ SS-300 հակաօդային պաշտպանության ռազմական այդ օբյեկտների համար եւ պահանջեցին, որպեսզի դրա դիմաց տուգանք վճարեն։ Իհարկե, եթե Ռուսաստանի Դաշնությունը իր դաշնակիցների նկատմամբ նորմալ մոտեցում ունենար, ինչպիսին պետք է ունենար հայերի նկատմամբ, այսօր արդեն խոսք է հասնում, որ Ռուսաստանի Դաշնության ներսում պետք է արդեն գործի տրիբունալ նրանց մեղադրելու համար։ Նման տրիբունալ պետք է լինի նաև Կադաֆի հետ կապված հարցերում, նման հարցեր պետք է լինի նաև Իրաքի հետ կապված հարցերում, Սիրիայի հետ կապված հարցերում։ Ռուսաստանում արդեն անցել է այն պայմաններին, որ նրանք հազիվ թե տիրություն անեն, ես չեմ սպասում։ Եվրոպան հիմնականում իր անհանգստությունն է առաջացնելու, բայց այսօրվա կատարվող երկրորդ էտապը խոսում է նրա մասին, որ արդեն Տրամպի եւ այդ կուսակցության մահացական Միացյալ Նահանգներում կնքված է։ Անկախ նրանից, թե ինչպես է վերանալու, որովհետև առաջի օրվա կատարված իրադարձություններում ես չեմ ուզում նշել, արդեն 200 գրուզները երբ հասնեն Միացյալ Նահանգներ, արդեն կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Եվ ինքնիսկյան բոլոր, նորից եմ նշում, բոլոր այդպիսի գերտերությունները, այսօր պետք է մենք նշենք, որ այդ գերտերությունը առաջացել է մեր հարցերի քննարկման ժամանակ, երբ մենք խոսում ենք, երբ առաջի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահը միջազգային հարցերին մասնակցել է մեր հարցերի քննարկումով։
Միացյալ Նահանգների առաջին խաղապահ ուժերը եկել են մեր հարցերի քննարկման ժամանակ։ Եվ այսօրվա դրությամբ դա երրորդ Ատլանտիկան է, այսինքն ձևավորված առաջի երկուսը գերմանացիների կողմից, այսօր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան թողնելով իր ունեցած օրինական, դատական, օրենսդրական կարգերը, որ նրանց նախագահ Նոբելյան մրցանակ էր ստացել, որ տարածել հին աշխարհում, արդեն երկու աշխարհամարտներով եւ այսօր առավել եւս այդ ջմնաները չեն թողում, որ տարածվի եւ տանում են Միացյալ Նահանգների վերացմանը եւ այստեղ մենք մեծ խնդիր ունենք այդ ստորագրած փաստաթղթերը Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ դրանք իրավական փաստաթղթեր չեն, դրանք պայմանավորվածություններ են, դրանք մտադրություններ են, իսկ մտադրությունները որովհետեւ պահանջարկ կամ որովհետեւ պարտավորություն չի ընդունում եւ այստեղ մեծ անելիքներ ունենք։ Առաջինը գաղթականների, մեր հայրենակիցներին ընդունելու եւ մեր վաղվա օրը կազմակերպելու համար։ Օդային կապերը խզված, սպասարկումները։ Տեսեք, եթե ուրեմն այս պատերազմը եւս սահմանափակվի որոշակի ռմբակոծություններով, կարող են առանձնապես մեծ բան տեղի չունենալ, բայց եթե պատերազմը խորացավ, այստեղ ըստ իս առաջանում է որոշակի ռիսկեր հենց Հայաստանի համար, այդ թվում Հայաստանի համար, որովհետև այնտեղ խառնվելու են իրար, եւ ինչքանով է մեր հայկական պետությունը պատրաստ նման մարտահրավերներ դիմագրավելու։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Գիտեք, այստեղ իմ կարծիքով որոշ անալիտիկներ շատ ճշգրիտ մատնացության անում այն հանգամանքը, որ ռմբակոծություններով ռեժիմ փոխել հնարավոր չի։ Այսինքն, եթե գլխավոր թիրախը նպատակը ռեժիմ փոխելն է, ռմբակոծություններով դա անելը անհնարի եզրից է։ Գլխավորը այստեղ, որ հողի վրա լինի կանգնած, ինչպես ասում են, ճտկավոր սապոգը։ Այո։ Ցամաքային զորքը, որը կմտնի, կհնազանդեցնի, կկարգավորի, թույլ չի տա, որ այդ երկիրը դիմադրի ապստամբության վրա է հույսը։ Հույսը ապստամբության վրա էր մինչև անցած ամսի 14-ը, երբ որ ըստ էության այդ ապստամբները ոչ միայն ընկան ծուղակը, այսինքն հավատացին նույն Տրամպին։ Տրամպը հայտարարեց, որ օգնությունը ճանապարհին է։ Օգնությունը ճանապարհին է, այս մարդիկ դուրս լցվեցին եւ տերմինալները, որոնցով, ասենք, կարգավորվում էին, հնարավոր եղավ անջատել հերիք չի, նաեւ այդ տերմինալների բացահայտումը կատարել հողի վրա եւ ըստ էության Մասադի տարիներով կազմակերպած ցանցը կարողացան հաշված օրերի ընթացքում մեկուսացնել, թե հիմա ինչ եղավ, գնդակահարեցին, կախեցին, թե նստած են բանտերում, այդ էական չի, չկա այդ ցանցը։ Հետևաբար Ամերիկան, ինչպես նաև Իսրայելը հավակնում էին, որ հենց այդ ճտկավոր կոշիկը կդառնան այդ մարդիկ, որ կանգնած է այդ հողի վրա, մտել է եւ կարգավորումը հարցերը որպես ցամաքային ուժեր։ Դա եւս ռազմական տեսակետից հերավոր երազանքներ են, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է տևական պատրաստված ճշգրիտ գործողությունների հաջորդականությունը իմացող տիրապետող բանակ, թե չէ հավաքած մարդկանցից, ինչքան էլ որ նրանք լինեն, ասենք, լցված այս ռեժիմի դեմ, այն իրականության դեմ եւ այլն, նրանցից հնարավոր չի ստեղծել բանակային ուժ, որը ի վիճակի լինի ամբողջականություն սպասարկել ինչ որ միտեղ, պահել ինչ որ հատված իր հսկողության տակ, այդպիսի բան չկա, եթե նրա դեմ կիրառեցին բանակը, նա չի կարողանալու ոչինչ անել։ Իսկ այն որ իրանական բանակը կկիրառեն, դրանում կասկած չունենանք, որովհետեւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, էլի, իմ խորին համոզմամբ կարևորագույն, կոպտագույն սխալը այստեղ այն է, որ պատկերացվում է, որ Իրանը դա մի յուրօրինակ ռեժիմ է, որը անարդարացիության կղզյակ է։ Եվ ժողովուրդը ամեն վարքյան մտածում է, ոնց վարքյան շուտ ազատվի գոյություն ունեցող կարգերից։ Այդպես չի։ Խոմեյնին եղել է իրավագետ, լավագույն իրավագետը Իրանի, եւ չնայած այն հանգամանքի, որ հա դաժանություններ են եղել, որովհետեւ հեղափոխության շրջան չի կարող դաժանություններ չլինել, տեղի ունենում մեծ անցում, որպես այդպեսին շահի բանակի քանակությունն էլ եղել է 16000 զինվոր, 16000-անոց բանակ ա եղել։
Նա ի վիճակի չէր դիմադրել այդ ժողովրդական մեծ ալիքին, բայց այս կրոնական գործիչը կարողացել է գրել իսլամի պատկերացումների շրջանակում արդարացի երկրի կառուցվածք, սահմանադրություն, գոյությունցող հարաբերություններ, շատ բանի հետ մենք կարող ենք համաձայն չլինել։ Մեր մոտեցումը, փիլիսոփայությունը, ընկալման ուղղությունը այն չի, ինչ որ այնտեղ է շարադրված, բայց որ իսլամադավան երկրի համար դա առավել արդարացի մոդելներից մեկն է եւ առաջինը որպես քաղաքական իսլամ, առաջին քաղաքական իսլամն է։ Հիմա եթե այդ մարդիկ իրանց մեծամասնության մեջ այնուամենայնիվ համարում են, որ արդարացի է, երկրի պաշտպանության գլխավոր գործոնը պարիսպը չի, զինուժը չի, դա ժողովուրդն է, որը համարում է, որ այս երկիրը իր համար թանկ է։ Արդարացի է երկիրը, ու ինչքան արդարացի է, այնքան թանկ է։ Դա համար մենք էլ որ խոսում ենք մեր երկրի մասին, հիշենք մի բան, որ մենք եթե պետք է ստեղծենք նոր երկիր կամ պետք է փոփոխենք տանելով դեպի նորը, միայն արդարացիության բարձրագույն չափորոշիչներով ստեղծված երկիր պետք է լինի, որպեսզի նա լինի պաշտպանված եւ քաղաքացի պատրաստ լինի իր կյանքը դնել։ Թե չէ, հիմա ինչ ա եղել։ Հիմա ամերիկացիները ասում են, իսկ ինչպես անենք, որ ամերիկյան բնակչությունը այլևս չմտածի, որ ինքը երկու օվկիանոսների հետևում է, ինչ բանակային ծառայություն, ինչ բան չեմ գնում ծառայեմ, երբ որ մեր վրա չեն էլ կարող հարձակվել։ Այ այս գործոնը խանգարում է, որ մենք ստեղծենք բանակ եւ այլն եւ այլն։ Չէ, այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Մենք ունենք իսկապես շատ լուրջ խնդիր, որ մեր համապատասխանությունը ներկայիս օրվան բացարձակ վերևից ներքև արդարացի պետությունն է։ Արդարացի, որովհետև մենք այստեղ բոլորս ապրում ենք հայերով, երկրից երեսին ուրիշ այդպիսի լինգ գոյություն չունի, որը մոնոնացիոնալ է եւ որը ի վիճակի է ընդունել այն ամենը, ինչ հազարամյակներով բերել ես։ Դու գնա հազարամյակներով բերելուց խոսա որևէ երկրում, կարող է մի մասը հասկանա, մյուս մասը թշնամանակ է դրա պատճառով։ Եվ սա միակ երկիրն է, որի ծանոթության կենտրոնը հնարավոր չի խախտել այդ տեսակետից։ Այսինքն նրա արժե համակարգը հազարամյակներով եկել է, պահպանվել է եկածի մեջ եւ շարունակվելուց պետք է զարգացվի այնպես, որ բոլորի համար ընկալելի արդարացիություն ապահովի երկրի ներսում։ Շնորհակալություն, որտեղ պատերազմի մասին։ Շնորհակալություն, հասկանալի է, մենք բոլորս էլ հուզված ենք, բայց ես կուզենայի պարոն Սարգսյանի վերլուծականը այն բանի մասին, որ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ աշխարհը խառնվում է իրար, ուժը դառնում է ավելի գերակշռող, մեր երկիրը գնում է զինված ուժերի կրճատման, ուրեմն ռազմական բյուջեի կրճատման եւ այս իրավիճակի մեջ կարող է պարզապես ծագեն ուղղակի ռազմական սպառնալիքներ, չնայած ասենք օրինակ ԱՄՆ-ի կողմից թիրախավորված չի Հայաստանը որպես ռազմական օբյեկտ, որպես ռազմական թիրախ, այսպես ասենք, բայց միևնույն է, մենք ապրում ենք տարածաշրջանում, որը շատ այսպես փխրուն, խաղաղության վրա է հիմնված եւ կա ահռելի ուժերի դիսբալանս մեր եւ նույն Ադրբեջանի միջեւ։ Այ արդյոք Ադրբեջանը չի փորձի օգտվել այս խառնաշփոթից իր հարցերը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Իհարկե վտանգը կա, եթե մենք լինեինք Շվեյցարիայի պես մի պետություն, որ ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը խառնված էր համաշխարհային պատերազմի մեջ, բայց Շվեյցարիայի վրա հարձակվելը ամոթ էր, հա, մինչև հիմա էլ Շվեյցարիայի վրա հարձակումը դա դիտարկվում է ամոթ, բայց ոչ սիրուն աչքերի համար, թե ռելիեֆը, որը որ համարյա նույնն է, թե Շվեյցարիայի պատրաստողականությունը, հա, որ Հիտլերին զեկուցում են, որ ինչ կորուստներ են ունենալու, եթե հարձակվեն, նա հասկանում է, ասում է, չէ, չենք հարձակվում, այսինքն եթե մենք էլ այդ ուժը ունենայինք, այդ ռազմական պոտենցիալը ունենայինք, որը որ ես մինչև հիմա զարմանում եմ, թե ինչի չունեինք, որ մեզ էլ իբր ներկայացնեն, որ վրան հարձակվելը ամոթ է, բայց իրականում հարձակվող կողմը երբ որ հասկանա, որ կորուստները ինչ շատ է լինելու, քանց թե ասենք
ինչ-որ մի քանի դիրք գրավելը, իհարկե կասեի, որ մենք պատրաստ ենք, բայց մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած եւ ինչ զարգացումներ կարան ընթանան, Ադրբեջանը երբեք չի հրաժարվում իր այդ միջանցք բառից, Ադրբեջանը չի հրաժարվում, որ արևմտյան Ադրբեջան գոյություն է ունեցել եւ դա իրենց հողերն է, եւ ինչպես պարոն Խաչատրյանը ասաց, այդ 500,000 տղամարդուց չի հրաժարվում, որ իհարկե եւ բնակվեն։ Մենք այսօր պատրաստ ենք, ես չեմ տեսնում, որ մենք պատրաստ ենք, ես չեմ տեսնում, որ ստեղծվել է այդ կարդոններ, հա, ասենք սահմանների մոտ վրանները դրված է, որպեսզի չթողես այդ եկող անձինք հասնեն ավելի խորը քո պետության մեջ, եթե տրանզիտ է Վրաստան պետք է ուղեկցվեն, այսինքն չկա այդ բժշկական վրանները, այո, մենք պատրաստ չենք եւ ամենավտանգավորը, որ ես Աֆրիկա տեսել եմ, երբ որ ՄԱԿ-ը հրաժարվում է փախստականներին օգնություն ցուցաբերելուց, այդ ամբողջ բեռը պարենային բժշկական ընկնում է քո երկրի վրա, ու այսօր քո երկիրն է օթային բանը փակալինելու, հիմա այսօր կարող է դեպի Ռուսաստանից գա, բայց դա չի նշանակում, որ մի քանի անօթաչու դիտավորյալ կամ պատահական մի քանի հրթիռ ընկնեն հենց Հայաստանի վրա, դա չի բացառվում, մենք տարբեր պատերազմական գործողություններ Ուկրաինան տեսնում ենք, որ պատահական իբր Լեհաստանում պայթում է, պատահական իբր որ եվրոպական երկիր անօթաչու հասկանալի է։ Իսկ այս պատերազմը էլի ցույց տվեց, որ ոչ ոքս ապահոված չենք, այն որ մեզ պատմությունից սովորացրել են, որ պատերազմ են հայտարարում իրար, կատարվում է առանց հայտարարելու, կատարվում է շատ արագ եւ մենք պատրաստ չենք։ Պարոն Գասպարյան, ուզում եմ ամփոփիչ հարցը ձեզ տալ, անվտանգության հետ կապված հարցը, որ փաստորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը այս վերջին շրջանում ավելի շատ կապված է հենց Տրամպի անվան հետ եւ այստեղ մեր մասնակիցների կողմից մի քանի անգամ նշվեց, որ բավական է Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնան զոհված ամերիկացիների դիակներ, Տրամպի անձի խնդիրը կարող է լինել հարցականի տակ, այսինքն առանց դրա էլ այնտեղ impeachment-ի նախաձեռնություններ կային, առանց դրա էլ դատական ինչ-որ պրոցեսներ կային, որոնք որ ուզում էին, այսինքն Ամերիկայում կան բավական հզոր ուժեր, որոնք որ ուզում են Տրամպին այդ դիրքից հանել։ Այ ինչ է սպասվում մեզ, եթե հանկարծ իրոք Տրամպը շատ արագ դուրս գա ուրեմն միջազգային ասպարեզից։ Բարի, շատ էլի հետաքրքիր հարց է, նախ Տրամպի լինել չլինելու հարցով չի լուծում, որտեղ այստեղ մեծ իլյուստրացիա կատարվեց, որ թուրքերը ինչպես են մտել Էփշտեյնի այդ ամբողջ համակարգում հիմնական նպատակ ունենալու մեր խախտված իրավունքների վերականգնման process-ը ոչ միայն սառեցնելու, այլ դադարեցնելու համար։ Հիմա արդեն աշխարհին է հայտնի, ուղղակի մենք պետք է կարողանանք տիրություն անել եւ այդ աշխատանքները ներկայումս տարվում է, ստեղծվել է 2-3 օր առաջ հենց Միացյալ Նահանգների հայկական անվտանգության հայկական կենտրոն եւ այսօր բարձրացվում է Միացյալ Նահանգների սահմանադրական որպես սոցիալական պետության կնոջ, որ օգտագործում է որպես սեքսուալ ոչ թե մայրության, մեր վերարտադրության, ընտանիքում ունեցած տեղի, դերի, այդ թվում նաև կապվում է մեզ օգնության։ Ես չեմ ուզում խորանալ, այսինքն ներկայիս Էփշտեյնի հետ կապված թուրքերի համակողմանի իրականացրած գործողությունները բոլորը բացահայտված են եւ մենք պետք է տեր կանգնենք, որպեսզի կարողանանք
նոր իրավունք ծնել, իսկական իրավունք ծնել մեր խախտված իրավունքների համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակվելու կամ նման հարցերում, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի տերիտորիալ ամբողջականության հետ կապված շատ մեծ կասկածանքի տակ է դրվում տերիտորիալ ամբողջականությունը, որովհետև այդ տարածքը եւ հրեաների եւ արևմտյան տերությունների կողմից բոլորը պատրաստված եւ առաջին պատերազմում օգտագործում են զուտ թիրախավորել Իրանի վրա, սպասենք իրադարձությանը։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղություն ասելով հարց չի լուծում։ Բոլոր մուսուլմանական պրարոկները մարգարեները հիմնականում խոսում են մարզի գալուստի մասին։ Սա արդեն միստիկա է, այստեղ գիտություն չկա, բայց ինձ թվում է նրանց հիմնական գիտական պահը հերմեզով է որոշվում, որ ժամանակին մենք ունեցել ենք կատարիզմը եւ դրա հիմունքները զուտ գիտական են։ Մենք ենք հրաժարվել, մենք ենք մի կողմ քաշվել, ուրիշ ելք չունենք։ Տրամպի գնալով, չգնալով հարց չի լուծում։ Եվ էությամբ մինչև մեր հարցերը վերաբերվող պահանջատիրության հարցերը չլուծվեն, ոչ մի հարց չի լուծվելու։ Տեսեք, նորից ստեղծվում է ՄԱԿ-ի նման մի օրգան, ինչպիսին ստեղծվել է ՄԱԿ-ը, մինչև այդ ազգային ազգերի լիգան։ Այդ ամբողջ համակարգերը ստեղծում է, որպեսզի Վերսալի կոնֆերանսում, հետագայում Փարիզում եւ ազգերի լիգայում բարձրացված մարդկության պատմության մեջ ընդունված ճիշտ արդարացի մոտեցումների հարցը լուծի, հիմա թուրքերը արդեն եւ Ադրբեջանի թուրքերը եւ Թուրքիայի ջոբնաները, ես այսպես եմ ասում, արդեն շոշափում են տեսնելով, որ արդեն Սևրի հետ կապված կամ հետագայում Լոզանը, որ իրենց ոչինչ չի տալու եւ արևելյան սահմանները բաց են, դնում են 16 թվականի Սեսկի ու Պոյի որոշումներին, որպեսզի կարողանան եւ ասում են միջին մերձավոր, միջին արևելք չկա։ Այսինքն մենք չկանք, այդ ժողովուրդները չկան։ Այ Էփշտինի համակարգի մեջ մտած Դավութօղլու եւ մնացածի բոլոր գործունեությունը նա եղել, որ ստեղծվել է այսօրվա վիճակը։ Եվ այսօր պետք է Միացյալ Նահանգների կառավարությունը ճիշտ ճանապարհ ընտրի այս պրամեժուտочный, հա, միջանկյալ ընտրությունների ժամանակ նա ներկայացնում է Միացյալ Նահանգները, ներկայացնում է իրենց արժեքները, թե թուրքերի հետ համատեղ աշխատանք են կատարելու, բայց այդ համատեղ աշխատանք կատարելու ճանապարհները, այդ թվում նաև Իրանի։ Չմոռանաք, որ առաջին նավ ստանալուց կազմակերպվեց աշխարհում ամենաթանկ, ամենամեծ հաճույքով կարիքներ բավարարելու բոլոր պետությունների ղեկավարներին ընդունելով եւ ինչ տարավ Իրանի քանդելուն։ Հաջորդ օրը բոլորը սկսեցին ամեն մեկը Խրիմյան հայրիկի ասած քանդել։ Եվ ես նշում եմ, որ հենց Թուրքիայի հենց այդ մեր անվտանգության հարցեր բարձրացնելով կարող ենք լուծել մեր պաշտպանության հարցերը։ Մեր լինել չլինելու հարցը կախված է մեր պահանջատիրության, մեր խախտված իրավունքների վերականգնման հարցը բարձրացնելով։ Այսօր ուրիշ մեր պետականությունը համարյա ոչինչ չի անում եւ այդ պատասխանատվությունից հրաժարված է Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Եվ կուզեմ այստեղ ասել, որ մենք բոլորս նշում ենք, խոսում ենք, թե Մոսկվայի պայմանագիր քանդել, Ղասի պայմանագիր, այդ բոլորը մինչև Նիկոլի ստորագրած երակողմ փաստաթղթերը հիմնված են Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, բայց մենք բոլորս գիտենք, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ստորագրելուց 6 ամիս հետո չեղյալ են հայտարարել։ Բացի ստորագրման ժամանակ արդեն խոսակցություններ էր, որ դա ձևական փաստաթուղթ է, որտեղ Ամերիկան մտնում է պատերազմի մեջ հիմա եւ ով է պարտվածին հող թողնելու։
ուղղակի Լենինի խոսքերն են ծածկուն։ Ուրեմն Երեսին։ Հայաստանը ցակցրիվ անելու մասին 4-րդ կետը, որի հիման վրա ստեղծվել է արձանագրություններ գախնի պայմանագրեր, Առ ոչինչ ա եղել, առ ոչինչ։ Դրանք բոլորը անվավեր հայտարարած պայմանագրով հիմա այդ աշխատանքներն են արագացնում, վերջացնեն, ռեզերվացիան փակեն։ Ինձ թվում է մեր անվտանգության այսօրվա պատերազմի լինել չլինելու, թե թուրքերի կողմից, թե ադրբեջանցիների կողմից, մենք պետք է բարձրացնենք մեր արդարացի պահանջները, խախտված իրավունքները, որոնք բերեցին երկրորդ համաշխարհային եւ հիմա արկա է եւ այդ ինչ կար, որ պետք է Էփշտեյնի մոտ մտնեին թուրքերը ինչ որ այդ այլասերված համակարգում մասնակցելու։ Միայն հուզում է մեր հարցերը։ Շնորհակալություն, մեր հաղորդման ժամանակը ավարտվեց, եթե ավելացումներ ունեք պարոն Գասպարյանի ասածին խնդրեմ, 2-3 նախադասությամբ, եթե ոչ, ես ուրեմն հրաժեշտ եմ տալիս մեր հեռուստադիտողներին, սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը սրանով ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։